Հայկ Նահապետ Բարև, փոքրիկ հերոսներ։ Պատմեմ ձեզ մի հին ու հրաշալի պատմություն, այն մասին, թե ինչպես սկսվեց մեր ժողովրդի ճամփան։ Շատ վաղ ժամանակներում, երբ աշխարհում դեռ շատ բաներ չկային, ապրում էր մի հսկա, խիզախ ու բարի մարդ, անունը Հայկ։ Հայկը շատ ուժեղ էր։ Ասում էին, նա կարող էր մեծ քարեր բարձրացնել, իսկ աղեղով այնքան հեռու կրակել, որ փետուրը չէր էլ երևում։ Բայց Հայկը միայն ուժով չէր մեծ։ Նա սիրով էր առաջնորդում իր ժողովրդին։ Մի օր, մի չար թագավոր, անունը Բել, ասաց բոլորին. Դուք պիտի ինձ հնազանդվեք։ Բայց Հայկն ասաց. Ոչ, մենք ազատ ենք, մենք հնազանդ չենք ոչ ոքի։ Հայկը իր ընտանիքով ու ընկերներով տեղափոխվեց հյուսիս, դեպի գեղեցիկ մի երկիր, լեռներով ու գետերով լի։ Այդ երկիրը դարձավ մեր սուրբ հայրենիքը, Հայաստան։ Բելը չներեց Հայկին. Ոչ ոք չի փախչի իմ ձեռքից, ես կճնշեմ նրանց բոլորին։ Նա բերում է մեծ բանակ, Հայկին ու իր ժողովրդին կանգնեցնելու։ Բայց Հայկը չվախեցավ, նա կանգնեց ուղիղ իր ժողովրդի առջև ու ասաց. Ես կպաշտպանեմ ձեզ։ Մեկ կրակոցով Հայկի սլացող նետը հարվածեց ուղիղ Բելի սրտին։ Բելը պարտվեց։ Ժողովուրդը ուրախացավ։ Հայերը ազատ էին։ Այդ օրվանից մեր երկիրը սկսեցին կոչել Հայաստան, իսկ մենք նրա զավակները հայեր։ Հայկ Նահապետը մեզ սովորեցրեց, որ պիտի լինենք ազատ, համարձակ ու արդար։ Եղիր խիզախ, եղիր խելացի, ինչպես Հայկ Նահապետը։ Հիշիր, դու էլ ես Հայկի ժառանգը։ Երբ սիրում ես քո ժողովրդին, երբ արդար ես ու խիզախ, դու էլ կարող ես դառնալ հերոս։